Գյումրու Մանուշյան փողոցի վերջնամասում իր շքեղությամբ մեզ է դիմավորում մոդեռնիստական մի արտ-օբյեկտ, լքված, միայնակ։ Սա հայ ճարտարապետ Արթուր Թարխանյանի աշխատանքն է։ Այսօր միասին փորձելու ենք հասկանալ հայկական ճարտարապետության անցյալի, ներկայի եւ ապագայի հատվող գծերը։ Հավանաբար Թարխանյանի մտքով անգամ չէր անցնի, որ իր ստեղծած արտ-օբյեկտի մոտ մարդիկ կգան ոչ թե զբոսնելու, ժամանակ անցկացնելու, այլ կնստեն խոսելու հայկական ճարտարապետության խնդիրների, քաղաքաշինական խնդիրների մասին, որպեսզի պահպանվեր եւ նոր կորուստներ չլիներ։ Առաջնահերթ խնդիրը դա էր։ Իհարկե իդեալական աշխարհում պիտի այնպես լիներ, որպեսզի քաղաքաշինությունը նպաստեր մարդկանց կյանքի որակի բարձրացմանը ու սպասարկմանը։ Հայկական քաղաքաշինությունը զարգանում է ավելի շատ տնտեսական շահի տրամաբանությամբ։ Շատ հետաքրքիր խնդրի մասին եք խոսում, որը չեմ կարծում միայն հայկական բնույթ ունի, որովհետև դա ամբողջ կապիտալիստական աշխարհի բնորոշումն է։ Այսպես ասած, հմայքը կամ էֆեկտը չի երևում ընդանուր քաոսային կառուցապատման ֆոնին։ Այն Երևանը, որը որ կար, հիմա չկա ու երբեք չի լինի։ Ինձ Թարխանյանը չի ների, եթե այս պահին ես հարցը ձեզ չտամ,